Կյանքից հեռացել է դերասան, հումորի վարպետ Վլադիմիր Կոստանյանի կինը տիկին Կարինեն։ Հարգելի հայրենակիցներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ Ֆրանսիայում հիվանդության պատճառով կյանքից հեռացել է իմ սիրելի մայրը Կարինեն։ Հոգեհանգիստը տեղի կունենա Ֆրանսիայում ապրիլի 29-ին ժամը 18:00-ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 30-ին ժամը 13:00-ին։ Իսկ Հայաստանում Կարինեի հիշատակին պատարագ կմատուցվի Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ապրիլի 30-ին ժամը 15:00-ին։ Այս մասին գրել էր դերասանի որդին։ Star News-ը ցավակցում է։ Հավելենք նաև, որ դերասան Վլադիմիր Կոստանյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալել շատ երկար տարիներ։ Վերջին շրջանում նա նաև մի քանի հարցազրույցի է մասնակցել, որոնցից հատվածներ ևս ներկայացնում ենք ձեզ։ Իրավունքը զրուցել է դերասան Վլադիմիր Կոստանյանի հետ։ Պարոն Կոստանյան, ճիշտ որոշում էր Գոյ թատրոնը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին միավորելու գաղափարը։ Այս հարցին դերասանը պատասխանել է հետևյալ կերպ. Ես շատ վատ եմ գնահատում թատրոն փակելը։ Միայն թուրքը կարող է թատրոն փակել։ Ազգերն աշխարհին ներկայանում են իրենց մշակույթով, իսկ մեր Հայաստանում մշակույթը դարձրել են բիզնեսի առարկա։ Կարտոֆիլ վաճառողին կարող են նշանակել թատրոնի տնօրեն։ Ինչ կապ ունեն այն մարդիկ թատրոնի հետ։ Ով է տեսել թատրոնի դռները այդպես փակեն։ Թատրոնը ժողովրդի համար է, որ մարդիկ գան, ներկայացում նայեն։ Մանավանդ Գոյ թատրոնը փակել չի կարելի։ Գոյ թատրոնի գլխին միշտ սև ամպեր են եղել։ Ես ինքս, երբ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էի, դեռ այն ժամանակ այդ խոսակցությունները կային։ Միշտ Սունդուկյան թատրոնի ղեկավարության աչքը եղել է այդ փոքրիկ կտորի վրա։ Իմ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել Արմեն Մազմանյանի հետ։ Կողմնակից եմ Գոյ թատրոնին եւ սատարում եմ իրենց։ Ցավոք սրտի, ես հիմա հանրապետությունում չեմ եւ ֆիզիկապես չեմ կարող իրենց կողքին լինել, բայց հոգեպես իրենց կողքին եմ։ Ամոթ է, թատրոնի ժողովուրդ, վեր կացեք, խոսեք, ասեք, որ չի կարելի թատրոն փակել։ Միավորեցին Կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ։ Կա մարդ, որ այնտեղ աշխատում է։ Մարդիկ աշխատում էին։ Գնացել էին կինոյի շենքը վերցրել էին սարքել թատրոն, դրանով էին ապրում։ Ինչու փակեցին։ Գոյ թատրոնն իր դերասաններով հանդերձ Արթուր Սահակյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ է։ Արթուր Սահակյանը մեծատառով ռեժիսոր է։ Ոնց կարելի է այդ մարդկանց իրենց տանից հանել, անկեղծացել էր դերասանը։ Բայց չէ որ կառավարությունն է որոշել Գոյ թատրոնի ճակատագիրը։ Հաջորդ հարցն էսպիսինն էր։ Թող գնան ասեն սխալ որոշում է։ Եթե զինվորին ասեն գնա գլուխը տուր պատին, նա իրավունք ունի ասելու, չեմ գնում, որովհետև ձեր հրամանը սխալ է։ Դու թատրոնի մարդ ես, Գոյ թատրոնի անձնակազմի առաջ դուռ ես փակում։ Թող դատարանը որոշի։ Ինչի եք այդպես բաներ անում։ Ամոթ է։ Ես գտնում եմ, որ կառավարությունը պետք է վերանայի այդ հրամանը։ Զարմանում եմ մեր պետության վրա, ոնց կարելի է թատրոն փակել։ Իսկ վերջին հարցը դերասանին հետևյալն էր. Այս պահին արտասահմանում եք։ Տեսել եք, որ արտերկրում մշակութային օջախ փակեն։ Այդպիսի բան չի կարող լինել։ Սա միայն կարող է թուրքն անել։ Թատրոնները բացում են, ոչ թե փակում։ Ազգը ներկայանում է մշակույթով։ Կարգին ղեկավարը ուր որ գնում է, հետը տանում է մշակութային խմբեր։ Այսօր Հայ ազգին Առնո Բաբաջանյանով, Արամ Խաչատրյանով, Մարտիրոս Սարյանով, Աշոտ Ղազարյանով գիտեն։ Ես այն երջանիկներից եմ, ով բախտ է ունեցել աշխատելու Կարպ Խաչվանքյանի, Սվետլաննա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի, Վարդուհի Վարդերեսյանի եւ էլի շատ ու շատ մեծությունների հետ, որոնցից ամեն մեկն իր տաղանդով ու խաղով հիացնում է հանդիսատեսին։ Սակայն այսօր այն, ինչ որ տեսնում եմ, ինձ շատ է հիասթափեցնում, հատկապես այն, ինչպես են վարվում Գոյ թատրոնի հետ։ Թեև այս պահին Հայաստանում չեմ, բայց հետևում եմ լրատվությանը, Գոյ թատրոնի ճակատագրին։ Մի քանի օր առաջ կարդացի Սորժ Սարգսյանի կնոջ հարցազրույցը Գոյ թատրոնի վերաբերյալ, որտեղ նա ասել է. Կարծում եմ, Սոս Արտաշեցովիչը անպայման դժգոհություն կունենար Վարդանի պահվածքի վերաբերյալ։ Չեմ պատկերացնում, եթե թատրոնի մարդ է, ինչպես է իր գոլեգաներին թողնում առանց աշխատանքի, ինչպես է խիղճը տանելու, որ թույլ տա թատրոն փակվի։ Ի վերջո, ինքը թատրոնի տղա է, թատրոնի մթնոլորտում մեծացած, թատերասեր մարդ է։ Կամ Արմեն Մարությանն ասել է. Ուրախ պետք է լինեն, որ միանում են Սունդուկյանի թատրոնին։ Արմեն Մարության, քեզ հարգում ենք որպես դերասան ու որպես մարդ, բայց չի կարելի այդպես արտահայտվել քո գոլեգաների մասին։
Թատրոնն իրենց տունն է, նրանք ապրում են այդ թատրոնով, իսկ Հայի տունը քանդողը թուրքն է։ Գնում են տունը քանդում են, ասում են ապօրինի է։ Եթե իրենց քթներից չգա, իրենց երեխաների քթերից է գալու։ Թատրոն փակել չի կարելի, էլի եմ ասում, թատրոն փակողը թուրք է։ Ես բոլորի հետ աշխատել եմ և բոլորին էլ անգիր գիտեմ, Աստված իրենց հետ։ Համոզված եմ, որ Գոյ թատրոնը դեռ տոնելու է իր հաղթանակը, հարցազրույցի ընթացքում նշել էր Վլադիմիր Կոստանյանը։ Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ հարցազրույց սիրված դերասանի մասնակցությամբ։ Մեր կյանքում ծիծաղելին է շատ, թե զավեշտալին։ Զավեշտալին ավելի շատ է։ Այս կյանքում ամեն քայլում զավեշտ է։ Քայլում ես, զավեշտ է։ Ապրանք ես առնում, զավեշտ է։ Հաց ես ուտում, էլի զավեշտ է։ Ամեն ինչի մեջ էլ զավեշտ տեսնում եմ, որովհետև կյանքն է ստիպել մարդուն։ Դա կախված է նաև մարդու սոցիալական պայմաններից։ Օտարերկրացիները, երբ գալիս են մեր երկիր, ասում են, թե հայերս մռայլ ազգ ենք։ Համամիտ եք այդ կարծիքի հետ։ Սխալվում են։ Հայը որտեղ է լինի հումորով է, բայց հայը հումորով է ծնվում։ Մոր կաթի հետ է հումոր ստանում։ Մենք շատ ուրախ ազգ ենք, ճիշտ է, տանջված ենք, բայց հաստատ մռայլ չենք։ Ըստ ձեզ, մենք հետ ենք վարժվել ուրախանալուց։ Ես պատահական չասացի, հայը որտեղ էլ որ լինի, ինչ պայմաններում էլ լինի, ուրախությունների, նույնիսկ դժբախտությունների ժամանակ հումորն ու ծիծաղը կա։ Նույնիսկ թաղումների ժամանակ կա ծիծաղ, այնպես որ մեր ազգը չի կարող հետ սովորել։ Հումորը մեր մեջ է։ Ես չեմ պատկերացնում հայ ազգին առանց հումորի։ Մի օրինակ բերեմ։ Մեր մեծ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մայրը մահացել էր, և թաղումը դեռ չեղած դերասանուհին բեմի վրա խաղում էր, արցունքները հոսում էին աչքերից, սակայն նա խաղում էր։ Դուք զբաղվում եք նաև քաղաքականությամբ, համենայն դեպս ուզում էիք պատգամավոր դառնալ։ Ձեր կարծիքով ամենազավեշտալի քաղաքական գործիչն ով է։ Շատ զավեշտալի քաղաքական գործիչներ կան, բայց ամենազավեշտալի մարդը, որ մուրճը խփում է թե այս մեխին, թե այն մեխին, միանշանակ մի շատ սիրելի իմ հարգարժան Հմայակ Հովհաննիսյանն է։ Այսօրվա կապակցությամբ որևէ զավեշտալի դեպք կամ անեկդոտ կպատմեք։ Տղամարդիկ ֆիլմը տեսած կլինեք։ Դրա նմանությամբ մի բան եղավ։ Ես աշխատում էի Սունդուկյանի անվան թատրոնում որպես փոխտնօրեն։ Մեր իրավաբանի հայրը մահացել էր, ու քանի որ ներկայացում ունեինք, թաղման արարողությանը չկարողացանք մասնակցել։ 7-ին գնացինք։ Հասցեն վերցրել էինք Լենինգրադյան փողոց։ Այսինչ ենք։ Ես էի մեր հարգարժան տնօրեն Վրեժ Հակոբյանը, գլխավոր հաշվապահը և գլխավոր ադմինիստրատորը։ Հասանք Լենինգրադյան փողոց, տեսանք մարդիկ հավաքվել են, մոտեցանք, հարցրինք, թե որտեղ է Գագոյենց տունը, ասացին, այո, սա է։ Բարձրանում ենք 5-րդ հարկ։ Չնայած գիտեինք, որ նրանք 2-րդ հարկում են ապրում, բայց բարձրացանք։ Հերթով ներս մտանք։ Մի մեծ ծաղկեփունջ էինք տարել, դա էլ տվեցինք։ Մոտեցանք, հարցրեցինք, թե ուր է Գագոն։ Գագոն մոտեցավ, բայց մեր Գագոն չէր։ Շատ ժողովուրդ կար, հասկացան, որ սխալվել ենք, ու բոլորը ծիծաղում էին։ Տխուր բարձրանում էինք, ծիծաղելով իջանք։ 3-րդ հարկում բռնացրին մեր հաշվապահին և 5 հատ վարդ տվին։ Նստեցինք մեքենան, մոտ կես ժամ ծիծաղում էինք։ Գնացինք էնտեղ էլ պատմեցինք, բոլորը ծիծաղում էին։ Անկեղծացել ու պատմել էր սիրված դերասանը։